Ողջույն սիրելիներս, այս շատ համեղ ու գունեղ վիտամիններով եւ սպիտակուցներով հարուստ աղցանը կզարդարի ձեր տոնական սեղանները։ Անհրաժեշտ բաղադրիչներն են 300 գրամ տավարի եփած միս, 2 հատ ցանկացած գույնի բուլղարական պղպեղ, 200 գրամ բրոկոլի, 5 հատ փոքր մարինացված վարունգ, 150 գրամ եգիպտացորեն, մի փոքր փունջ մաղադանոս, աղ, սև պղպեղ, մեկական թեյի գդալ, թթվասեր 3 ճաշի գդալ։ Բրոկոլու ծաղկաբույլերը, այսինքն փունջը, բաժանում ենք մասերի։ Բրոկոլին եփելուց առաջ պետք է դնենք աղաջրի մեջ։ Պատրաստում ենք աղաջուր։ 1 լիտր սառը ջրի մեջ լուծում ենք 1 ճաշի գդալ աղ եւ 10-ից 15 րոպե թողնում աղաջրի մեջ։ Դա ունի մի քանի պատճառ։ Նախ աղաջուրը մաքրում է եւ դուրս է բերում բանջարեղենի վրա գտնվող թաքնված փոքր միջատներին, նաեւ աղը ամրացնում է եւ եփելու ընթացքում չի թողնում բրոկոլին կորցնի իր տեսքը եւ վառ գույնը։ Այդ ընթացքում երկար ձողերի տեսքով կտրատում ենք պղպեղները։ Աղաջրից հետո հոսող ջրի տակ լվանում ենք բրոկոլին, եռացող ջրի մեջ ավելացնում ենք 1 ոչ լիքը ճաշի գդալ աղ, եփում ենք 2-ից 3 րոպե, հանում ենք եւ անմիջապես լցնում սառը ջրի մեջ, որպեսզի կանգնեցնենք եփը։ Բուսայուղով մի փոքր տապակում ենք պղպեղները, ոչ շատ, որպեսզի պահպանեն տեսքը, կտրատում ենք վարունգը, նաև բրոկոլին, ոչ շատ մանր կտորներով, վրան ավելացնում ենք պղպեղները երկարավուն կտրատած տավարի միսը, մաղադանոսը, եգիպտացորենը, լցնում ենք համեմունքները, ավելացնում թթվասերը, խառնում եւ մեր գունեղ եւ ախորժելի աղցանը պատրաստ է, սիրելիներս։ Տեսանյութը, սիրելիներս, կիսվեք ձեր ընկերների հետ, որպեսզի պահպանեք այն եւ դեռ ովքեր բաժանորդագրված չեն իմ ալիքին, կխնդրեմ բաժանորդագրվել, որպեսզի բաց չթողնեք իմ նոր տեսանյութերը։